Բարոյներ բոլորին, ժողովուրդ, այսօր գործնական ենք անում, մի քիչ ավելի լավ վարժվենք պայմանների հետ։ Ահա։ Նախ մինչև այդ մի հատ արագ հայտարարություն, մենք բան ենք արել, սկսել ենք հրապարակել այստեղ սկսել ենք հրապարակել Python-ի դասերի տեսագրություններ, այս 23 թվին արած մի հատ դասընթացա, որ տենց լրիվ անկախ մի հատ ուրիշ դասընթացա, բայց նյութերի տեսանկյունից մեծամասամբ համընկնում է ու ինչ որ բաներ, օրինակի համար այսօր գործնականում եթե անցած անգամ նայել էինք sense ինչ որ profound-ից մի քանի հատ խնդիր, այսօրվա գործնականի ժամանակ անելու ենք ուրիշ խնդիրներ, այն նպատակով, որ եթե ուզեք կարողանաք լրացուցիչ պրակտիկայի համար նաև այս վիդեոն նայեք ու գումարային ավելի շատ բան ստանաք, էլի, օրինակ անցած գործնականին մեծամասամբ նման թեմաներ էինք արել ու ոնց որ երկրորդ դասն այս չի շատ օգնել էր։ Հա, դրա համար այդ կտրվածքով ենք մոտենալու։ Վիդեոները YouTube-ում են, ընդհանուր 30 հատ վիդեո է, կամաց public դարձնելով կգնանք։ Ուհա։ Այսօրվա դասին նայելու ենք հետևյալ խնդիրները ու նաև այս խնդիրներն եք արագ դուք եթե ուզում եք հետևել միանգամից Skype-ում արդեն թարմացված է մի քանի հատ խնդիր դրած է այս գործնականի բաժնում։ Մեկ էլ մի քանի տեղ հղումների հետ կապված խնդիրներ կար, դրանք դզելու ենք, հələ դեռ մի քիչ այդքան էլ ստաբիլ չի։ Մի հատ էլ ուրիշ մեկ էլ, որ այս YouTube-ը, որ YouTube-ի ալիքը նոր ասարկած, հələ դեռ մեզ չի թողում այս timestamp-երը օգտագործել, բայց կարաք ոնց որ description-ում կամ հիմնականում նաև comment-ներում նայեք, տենց ըստ դրա տենց թռնեք թեմայից թեմա, որ ահագին կյանքը հեշտ է նայել եւ timestamp-երի օգտագործմամբ։ Տևողությունը գուշակվող երևի տենց մոտ մի ժամվա կարգի կտևի, ովա մի քիչ ավելի երկար։ Հա, բայց լավ։ Մեր առաջի խնդիրն է լինելու բարձել տենց բժշկական տերմիներով մարդու քաշը ինչ կատեգորիայի մեջ է պատկանում։ Կա sense մի հատ բան, որ կոչվում է BMI, սա կոչվում է Body Mass Index, ինչը սահմանվում է որպես քաշը բաժանած բոյի քառակուսուն, եթե քաշը կիլոգրամներով է, բոյն էլ սանտիմետրերով, ինչքան հիշում եմ, ներողություն, բոյը մետրերով։ Եթե 10.5-ից փոքր է թիվը, պետք է տպենք underweight, այնց քաշը նորմալից ցածր է, 10.5-ից 25-ը նորմալ է, 25-ից 30-ը գեր, 30-ից ավելը գեր, չգիտեմ։ Օրինակ, եթե մուտքում գա 71.75, դա նորմալ քաշի օրինակ է, բայց նաև պետք է ստուգում անենք, որ իսկականից sense քաշեր տպվի։ Այսինքն մարդը չբռնի գրի -70 կիլոգրամ, եթե -70 է գրում, տպենք ասենք, որ սխալ մուտք է։ Պատկերացրիք ժողովուրդ, հարցեր ինչ որ, եթե հարցեր չկան, ինչպես միշտ կանգնեցնենք լուծում գրելուն, մեկ էլ փոքրիկ նշում, որ այս հիմա այս կոդի միջավայրը, որը գրում ենք, կոչվում է Visual Studio Code, կարող պատկերացնենք, որ նույն Google Colab-ն է, ուղղակի լոկալ աշխատող, այս պայդրությամբ բանը հերիք է։ Հա, ոտնց, բևանդ նշում եմ։ Այս խնդիրը Հայկ ջան, իմ կարծիքով են case-երով տարբերակով կարելի է լուծել։ Case այսքան այդ match case-ի մասին է խոսքը։ Եկեք մի հատ սկզբում սովորական փորձենք գրել, հետո case-ի մասին մտածենք։ Մի բան էլ հարցնեմ էլի Հայկ ջան, այս սովորական Visual Studio-ով լինում է անել։ Կոդով չէ, սովորական Visual։ Հա, ես տարիներով չեմ աշխատել սովորականով, բայց ենթադրում եմ, որ հա, եթե Python կա կոմպի մեջ, ինչի պետք է սովորականով չստացվի։ Եղավ, մերսի։ Բայց ենթադրում եմ կարևոր բառ է այդտեղ էլի։ Եղավ։ Դժվար սովորական սպերանցած ձևերով ինչ մտքեր ունեք։ Հա, Լուսինե, լսում եմ։ Դե նախ սկզբում քաշը input անենք, int input։ Ասենք weight-ը հավասար է իսկ կարող է նենց լինի, որ բան չլինի։ Այդ դեպքում 78 օրինակ լինի։ Float կրենք տասակի։ հետո գրենք
Սկսենք if-ի պայմանից, նախ ստուգենք ինքը մեծազրույց, թե չէ։ Ինչ պետք է անենք այս դեպքում։ Եթե կամ եկեք ավելի լավ է գրենք փոքրազրույց, եթե փոքրազրույց միանգամից print անի emailed input, եթե չէ, else-ով արդեն սկսենք գրել հերթով, որ քաշի դեպքում ինչն է, էլի։ Բայց մեզ հլը բան է, չէ՞ պետք, ոնց որ եթե խնդիրը վերհիշենք, ինքը այս body mass index-ը հաշվարկվում է ոնց որ քաշ ու boy, ոնց որ boy-ով մարդու քաշը եթե շատ լինի, օքեյ, եթե բոլոտինը լինի նույնքան, կարող է այդ խնդրահարույց լինի, էլի։ Իսկ այստեղ մենք պետք է իր հասակն էլ input անենք։ Հա, այդ երկու բանն է մեզ պետք, էլի։ Ու այս բանաձևով ենք հաշվելու։ Չէ։ Դե ուրեմն պետք է մի հատ էլ իր հասակը input անենք, հետո հաշվենք այդ բանաձևով, թե ինչի է հավասար նրանց։ Մեր այստեղ սկսենք։ Ահա, այստեղ որպես հուշում մեր համար, ինչ չեղավ, կներեք։ Որպես հուշում կարանք այստեղ գրենք weight, այստեղ height, որ ինտերֆեյսում է սիրուն ներևա։ Մեկ էլ մի բան էլի հարցեմ, իսկ որ ինքը ասում էր, որ փոքր չի լինի զրոյց, ինքը BMI-ի մասին էր, չէ՞ խոսքը գնում։ Հենց BMI-ի։ Կարանք մի հատ մտածենք, BMI-ի բանաձևը սա է։ Քաշ բաժանած Եթե քաշը բաժանած, այդտեղ ինքը այս դեպքում ինձ թվում է, որ այս ամեն ինչը կախված է ոնց որ ավելի շատ քաշից, բայց ավելի լավ կլինի, որ BMI-ը ստուգենք մեծազրույց, թե չէ, որովհետև ինքը կարա բացասական հասակ էլ ներմուծի։ Ավելի լավ է կամ իրար հետ ստուգենք քաշը ու հասակը, որ փոքր լինեն զրոյց տպի հետ, էլ արդյունքում պետք չի գա էլի BMI-ը ստուգել, բայց այնտեղ կարելի է պահել BMI-ը հավասար է դրան, որ հետո սա սենց անենք։ Ու այսպես չէ, այստեղ արդեն դե մենք ասացինք, չէ, որ ինքը կարա հասակը բացասական տա, բայց քանի որ քառակուսի է, այդ դեպքում ինքը ոնց որ դրական է տալու։ Ավելի լավ է, այստեղ գրենք and այս white-ը փոքր է 0-ից, գրենք and height-ը էլի փոքր է 0-ից, եթե երկու պայմանն էլ ոնց որ ինքը փոքր լինի 0-ից, ավելի լավ է իրանցից մեկը ոնց որ իրանք կարա մեկը փոքր լինի 0-ից, մյուսը մեծ լինի 0-ից։ Մենք այս դեպքում կոնկրետ ասում ենք։ Այսինքն կարանք կամ անենք։ Ճիշտ է, չէ՞։ Որտեվ ինչ որ մեկը եթե ճիշտ եղավ, արդեն всё, մուտքը սխալ է։ Դրա համար ստեղ մեզ կամա պետք։ Իսկ հետո այսից հետո արդեն ոնց որ շարունակենք, էլի։ If BMI-ը ոնց որ ըստ աղյուսակի գրենք։ Ուղղակի չեմ հիշում։ Հա, ես չեմ հիշում։ Փոքր է 18.5-ից print underweight ու տենց։ Բայց մի հատ ստեղ մի բան ստոպ տանք, տեսնենք ժողովուրդ որ ձեռք են բարձրացրել ինչ ունեն ասելու, Լուսինե, մերսի։ Ղևոտ, լսում եմ։ Այդ ջան, ստեղ hate-ը պարտադիր չի, որովհետև ինքը քառակուսի է արդեն բարձրանում, ինչ որ ես թվում է բացասականի պահը նշել։ Դե բայց մենք բացասական հասակը ոնց որ օքեյ չի էլի, մարդը չի կարող բացասական ոնց որ հասակ ունենա։ Բայց մեկ էլ elif-ով միանգամից ավելի բան չի, թե else-ի փոխարեն։ Այստեղ մենք ասում ենք, եթե այս պայմանը տեղի ունի RAS, այսինքն եթե մուտքը սխալ է տպի սխալ մուտքը, չլսեցի։ Այսինքն else-ի մեջ արդեն նոր elif-ները գալու են։ Else-ի մեջ չէ, այստեղ էս if-ի հետ է լինելու else-ներ, որովհետև այստեղ մենք ասում ենք կամ սխալ է, կամ մնացած դեպքերն է, չէ։ Մենք չենք ասում սխալ է կամ ճիշտ է ու ինչ որ բան է, զուտ սխալ չի, մեզ այդքան է հերիք է։ Դրա համար elif-ի կարիք չի լինում, էլի դեռ այստեղ։ Լավ։
Ռոբերտ Իսման, Այս BMI-ի հաշվման մեջ բաժանումը ու աստիճան բարձրացնելն նույնը առաջնահերթություն ունեն, չէ՞, խաղագիծապետ։ հա, եթե անկեղծ 100%-ով վստահ չեմ, սա ավելի բարձր առաջնորդություն ունի, սա թե չէ, ոնց որ թե ունի, բայց ապահովության համար դնենք, Այս էլ չէի հիշում դրա մասին։ Այս շատ լավ նշում է։ Մերսի, Մհեր, լսում եմ։ Ուղղակի ուզում եի ասել, որ ավելի լավ կլինի այն weight-ը ոչ թե մենակ փոքր լինի 0-ից ու height-ը, համել փոքր կամ հավասար լինի 0-ին։ Այդպես էլի։ Դա լավ պրոբլեմ չէ, ճիշտ է։ Շատ լավ։ Իսկ այս 0-ի հետ կապված թեմայով կա ինչ-որ բան մտնելու տանցնի ասելու։ Շատ abstract ասացի միտքը, բայց դա մի հատ եկեք լսա աշխատացնենք, էլի այսքան։ Այստեղ վերևից է բերում մուտքը անելու մասը, այստեղ ասում եմ weight-ը գրեմ 100, height-ը գրեմ 10։ Աշխատեց, այս մի դեպքում ոչ մի բան, հələ վայ կներեք, սխալ կոդի վրա է եկել։ Այսինքն անենք, թող չերևա լուծում կոդը, այսինքն։ Տպեց underweight այս դեպքում։ Եկեք մի հատ հələ փորձենք օրինակ 100 կիլո ու հիմա եթե ասեմ -3։ Տպեց invalid input։ Ինչ խորհուրդ կտաք ուրիշ ստուգեմ։ Փորձենք երկուսն էլ բացասական տանք։ Փորձենք։ Այդ 0.3 գրեցի -3 փոխարեն։ Գծեցի 3 -3 invalid input։ Ընդով անենք, Ինչի անենք ընդով։ որ դե երկու պայմանն էլ եթե ճիշտ լինի, նոր ոնց որ Դե օրի դեպքում եթե լինի true or true, ինքը true է։ արդյունքը էլի true է, չէ՞։ Հա, Իսկ մեզ հենց դա պետք է, էլի։ Այսինքն ընդը կոպիտ ասած օրը ընդի դեպքն էլ ասում, էլի, sense ասած։ լավ։ Շատ բարի։ Մերսի։ Ռոբերտ, լսում եմ։ Այսինքն այս դեպքում պետք է պահանջենք, որ այս տիպներ ներմուծի, չէ՞, user-ը օգտագործողը։ Հա, երկու տող ուզում ենք մտքում։ Այդ դեպքում եթե մեկն է ներմուծում են, երկրորդը չի ներմուծում, այդ ստուգումը ոնց ենք անելու։ Դե այդ ծրագիրը ոնց որ չի էլ աշխատի, էլի։ Հիմա օրինակ 60 վայրկյանա ծրագիրը աշխատում է, սպասում է ներմուծան, էլի։ Այստեղ միջև չներմուծվի ինքը առաջ չի գնա, էլի ուղղակի։ Okay. Եկեք ինչ-որ բան ներմուծենք, թող աշխատի, չսպասի այսքան։ Օրինակ 150 ու այնտեղ բացասական ստուգեցինք, դրական ստուգեցինք, մնում է մեկ էլ օրինակ 0 ստուգել, չէ՞։ Էսա կլսեմ, միջև enter կտցնելը։ Ինչ եք կարծում ժողովուրդ, 0-ի դեպքում ինչ կարա տեղի ունենա։ Error կտա։ Error կտա։ Բայց խնդրում եմ ձեր բարձրացնելով, էլի, այս դեպքում բարձրացրեցիք, չհասցրեցի հարցնեմ, բայց ընդհանուր առմամբ, էլի։ Հա, ինչի, որովհետև այս մեր 5-րդ տողում, ասենց սիրուն կարմիր տակը գծած։ Մենք ունենում ենք 0 բաժանած ինչ-որ բան, չէ՞։ Ինչ պետք է ուրեմն անենք ժողովուրդ։ Հա, Լուսինե, լսում եմ։ Ուրեմն եկեք ավելի լավ է միած ստուգենք ինքը փոքրական հավասար 0, քաշը ու հասակը, հետո նոր else-ի մեջ գրենք BMI-ը ինչի է հավասար, նոր արդեն if-ի պայմանները ներմուծենք։ Շատ ճիշտ է։ Մուտքերի ստուգումը պետք է լինի մեր առաջի քայլը։ Ոնց որ եթե մարդը մեզ սխալ բան է տվել, ոչ մի գործ չենք անում, միանգամից ասում ենք սխալ ես տվել։ Դզի ճիշտը դու նոր գործ կանենք։ Համարյա միշտ, համարյան էլ զուտ նավսակի ապահովության համար եմ ասում։ Պետք է մուտքերի ստուգումը կատարվի միանգամից մուտքերի կարդալուց հետո։ Արդեն այս դեպքում, եթե գրենք 100 տվեց invalid input։ Տվեց տողը չաշխատեց, որ բռնի մեր կոդը ջարդի, չհասցրեց ուղղակի աշխատի։ Ոչ թե չհասցրեց, այլ հնարավորություն չստացավ ավելի ճիշտ։ Okay, մինչև այս կտորը ինչ-որ հարցեր։ Դերը։
Հաջորդ կետը ինչ պետք է գրեմ ժողովուրդ։ Մյուսը էս մինչև 25-ն է։ 18.5-ից 25։ Ոնց գրեմ։ Էլիֆներով։ Գրեմ elif BMI-ը մեծ է 18.5, կամ ճիշտ մեծահավասար է 18.5 եւ եկեք սա փակագծերի մեջ գրենք, որ ավելի ապահով լինի, փոքր հասակայի մոտ, ու BMI-ը փոքր է 25, չէ՞։ Այսպես։ Այս դեպքում պետք է տպենք նորմալ։ Ահա։ Այս կոդի հետ կապված լսում եմ, Միլենա։ Ինձ թվում է, այստեղ մեծ կամ հավասար 18.5-ը արդեն անիմաստ է ստուգելը, որտեղ Ինչի՞։ գիտեմ, որ մեծ է, որովհետև եթե մեծ չլիներ, այն առաջի if-ը կբավարարվեր։ Հա, երազանց, շատ ճիշտ է։ Այս էլիֆների հրաշալին են, որ իրանք պատմություն են ունենում, սենց ասած։ Առանձին if-երի դեպքում ամեն մեկը անկախ աշխատում է։ Իսկ այս էլիֆի տողը մեզ պատմում է նրա մասին, որ մինչև իրան ոչ մի if չի աշխատել։ Դե եթե ինչ որ մի if աշխատեր, չէր հասնի ուղղակի իրեն։ Ոնց որ գտավ։ Elif-ը կոչվում է else if, հակառակ դեպքում եթե։ Մա եթե հակառակ դեպքը չի, եթե հասել աստեղ, ուրեմն այն մյուս դեպքերը չեն եղել, ոչ չէր հասնի։ Դրա համար հա, այս կտորը անիմաստ է, որովհետև սրա ժխտումն է, իսկ այս տողի աշխատելը արդեն նշանակում է, որ սրա ժխտումը տեղի ունի։ Դրա համար կարանք ուղղակի գրենք այս sense։ Շատ ճիշտ է։ Բայց մի հատիկ էլ փոճուրիկ հարցը ստեղ, մի բան էլ որ կրկնենք, եթե ասենց գրելու չլինեինք, եթե սա ջնջելու չլինեինք, այս աղաց կարանք ավելի կարճ գրենք։ Կարելի է։ Կարելի է, հա, բայց ձեր բարձրացնելով էլի խնդրում եմ։ 18.5-ը փոքր հավասար BMI-ից փոքր 25։ Ճիշտ է։ Սա կոչվում է տրանզիտիվություն կամ փոխանցականություն, արենք այսպես գրենք։ Շատ բարի։ Սա կարանք արդեն սարքենք այսպես։ Ահա։ Ու արդեն մի քիչ զանզրալի է դառնում մնացածը, այստեղ պետք է ասենք elif BMI փոքրը ինչքանն է 30 print ինչ էր overweight չվրայա ու elif BMI-ը մեծ է 30 print obese։ Ճիշտ է։ Սա այդ կապված ինչ-որ նշումներ ունեք ժողովուրդ։ Ահա, եկեք մի պստիկ սպասենք, տեսնենք ինչ-որ մարդիկ կան, որ ձեռք բարձրացնեն, ովքեր դարձանց ոչ չեն խոսացել, եթե չէ, Միլենա ձեզ լսեմ։ Okay, Միլենա, լսում եմ։ Այս վերջին elif-ը կանենք միանգամից else-ով գրենք, որովհետև ստուգելի է, թե արդեն բարձր այդ դեպքի մեջ է մտնում էլի։ Հա, այս արդեն մնացած դեպքերն են մեր մոտեղած։ Շատ բարի։ Սա որ աշխատացնենք 100, ասենք թե իր բոյնը լինի 1 ու 2 մետր օրինակ։ Հա, 100 կիլոն 2 մետրի համար փաստորեն overweight է։ Մեկ էլ կարող է հետաքրքիր լինի ընդհանրապես այս BMI-ը տպենք, ինչ որ իմանանք ինչքան է։ Ինձ օրինակ հետաքրքիր լիներ, կարող ենք ասենք BMI is ստորակետ, այդ նեղություն ստորակետ 100 կիլո 1-2 տոնով BMI-ը obese։ Ու տենց այս խնդրից ինչ որ հարց է ժողովուրդ։ Հա, ցանկացած։ Եթե չէ, մաչով ոնց կարանք սա անենք։ Այդ ճիշտ մաչով արժի սա անենք, եկեք դրանից սկսենք ընդհանրապես։ Հերթ լսում եմ։ Մաչով չարժի անել, որովհետև մաչը կոնկրետ кейսեր է վերցնում, իսկ այստեղ ինչպես տեսնում ենք, օրինակ 18.5-ից փոքր, 25-ից փոքր եւ այլն, ու այդպես պետք չէ լի։ Շատ ճիշտ է։ Եթե օրինակ հակառակ խնդիրը անելու լինենք, օրինակ ուզենայինք parzենք մարդ օրինակ գրեր underweight, մենք ասենք underweight-ը այդ BMI-ը մինչև 18.5-ն է։
մարդը գրեր նորմալ, մենք ասենք նորմալը 18.5-ից 25-ն է։ Եթե տենց աշխատող լինենք, այսինքն հստակ արժեքների հետ գործարարվեր, արդեն մաչով կարելի կլիներ գրել։ Սա մաչով էլի կարանք գրենք, բայց ահա որ անիմաստ է դառնալու, հեչ ավելի սիրուն կոդ չի լինելու էլի մեր մոտ։ Հա։ Հարցեր ես խնդրից ինչ-որ ժողովուրդ։ Ստեղ օգտվեցինք ներդրված պայմաններից, որտեղ մենք ստեղ ունենք պայման, որը մի հատ ուրիշ պայմանի ներսում էր։ Դա լավ։ Գնանք հաջորդ խնդիրը։ Մի հատ զեղչերի խնդիր լուծենք։ Դիցուկ ունենք մի հատ խանութ կա, որ առևտուր ենք անում ու մի քանի կտրվածքով մեզ ասում է, թե ինչքան զեղչ կստանանք։ Եթե մինչև $100 է, ոչ մի զեղչ, նույն գինը պետք է վճարենք։ $100-ից $500 5% զեղչ ենք ստանում։ $500-ից թանկ է 10% զեղչ։ Կամ մի հատ էլ կա, որ եթե մենք ինչ-որ պրեմիում մասնակից ենք, մեզ մի հատ էլ 5% ավել զեղչ է տալիս։ Հիմա ոնց պարզենք, թե հիմա պետք է ստանանք գինը ու պրեմիում մասնակիցա թե չէ։ Ու եթե բանա, եթե պրեմիում է, ներողություն, ու տպենք, թե ինչքան կլինի գինը զեղչվելուց հետո։ Օրինակ, եթե 600 է գինը ու ինքը պրեմիում մասնակից է, այդ ինչ է նշանակում։ Ընկնում ենք այս 500%-ից ավելի մեջ, այսինքն 10% զեղչ, մի հատ է պրեմիում է, զեղչը դառնում է 15%։ 600-ի 15%-ը 90-ն է, զեղչը դառավ 510։ Մի քիչ մտածեք ու լսեք։ Արդեն նոր ձեռք կա, անի, լսում եմ։ Բարև ձեզ, Հայկ ջան, ես նոր միացա, բժշկի Հա։ էի ուշ միացա։ Երկու input մենք պետք է ունենանք։ Մեկը amount-ը Ահա, հավասար է ուղղակի float-ով, հա, okay, լողացող տողով։ թիվ չէ։ Հա, Եվ premium-ը հավասար է bool input էլի, input-ով է, չէ, արվում, ճիշտ հասկացա։ Հա, մուտքերը պետք է, մուտքերն անցանենք input-ով կա։ Հիմա պայման ենք տալիս։ If Մի վարքյան պայմանի մեջ վերև մի փոքր կբարձրանանք, նայեմ։ Մինչև 100-ը դիսկաունտ չկա, 100-ից 500-ն է 5%, հա։ Եվ եթե պրեմիումա, Եվս 5%։ Եվս 5%, okay։ Ուրեմն մի հատ ստուգում ենք, if amount-ը փոքր է 100-ից։ Մի հատ էլ ենք if տալիս իրա ներսում, if premium-ը if premium, այսինքն premium-ը true է, այդ դեպքում 5% պետք է զեղչվի, print 100 մինուս 100 անգամ 5 բաժանած 100-ի։ Եկեք մի հատ հասկանանք ստեղ ինչ տեղ ունեցավ, այս 100 անգամ 5 բաժանած 100-ին կարենք ոքի միանգամից գրենք 5, չէ։ Հա, ուղղակի ես այնպես ասացի, որ բոլորին տեսանելի լինի, բարձ լինի։ Հա, չէ, լավ արեցիք, մերսի։ Ու այս Չէ, 100 չէ, amount մինուս amount անգամ 5 բաժանած 100-ի։ Այսքան amount-ից հանում ենք իրա 5%-ը։ 100 անգամը ջնջեք, amount անգամ 500-րդ։ Իսկ կարանք փորձենք մի տողով ոնց որ գրել, թե քանի տոկոսն է մնում, որ տենց մի հատիկ բազմապատկում։ Ոնց որ այս amount-երը եթե բերենք փակագծի մեջ, sense ասած։ Չգիտեմ հասկանալի է, թե չէ։ 95% նկատի ունեք։ Այսքան ասեմ amount անգամ այդ 95-ը ստանում։ Մի վարքյան, 0.95-եր։ Դե այս դեպքում, հա, ոնց որ 5%-ը կհանենք կդառնա այդքան, բայց ընդհանուր առմամբ ոնց գրենք։ Ճիշտն ասած հարցը 1 մինուս 500-րդ, 1 մինուս 500-րդ։ Զուտ այդ 100-ներով բանը ուզում էի տենց amount անգամով գրենք, որ հասկացա։
1 մինուս ստեղ կլինի 0.05, չէ։ Եկեք հələ 0.95 չգրենք, թե այս տեսքով լինի։ Ուներեք ես մի բան ասեմ, էլի։ Ուղղակի ավելի ճիշտ չի լինի, մենք ամենասկզբում ստուգենք ինքը պրեմիումա թե չէ, նոր հետո Չէ, այդպես երկու if-ով մի հատ պրեմիումա պետքա բոլոր մնացած դեպքերը քննարկենք, իր այդ մի if-ի տակ, երկրորդ else-ի տակ, եթե պրեմիում չէ, էլի մնացած բոլոր դեպքերը քննարկենք։ Դե եթե մենք պրեմիումը քննարկենք, այդ դեպքում մենք ավտոմատ այդ գումարը ոնց որ զեղչում ենք, չէ։ Իսկ դրանից հետո նոր ստուգում ենք ինքը որ խմբին է պատկանում, նորից զեղչում ենք դրա չափով։ Իմ կարծիքով այսպես ավելի կարճ է կոդը։ Լուսինե ասած տարբերակներ կար աշխատի, տենց երկու քայլանի անենք։ Եկեք մի հատ ինչ-որ Ամեն քայլի տակ բոլոր 3 if-երը պետքա դիտարկենք։ Հա, եկեք Այստեղ ոնց որ մենք ամեն անգամ ստուգում ենք, էլի, ինքը պրեմիումա թե չէ, նոր զեղչում ենք, իսկ այնպես ոնց որ մենք ստուգում ենք, եթե պրեմիումա, այդ 5% առած ասում ենք, նոր ինքը անցնում է ու այդ 3 if-երից մեկը գտնում է։ Իսկ այսպես մենք ամեն մի 3 if-ի տակ մի հատ էլ if գրում ենք, ինքը պրեմիում դասա թե չէ։ Եկեք ժողովուրդ բան անենք, էլի, իրականում այս մոտեցումն ենք փոխելու, ուրիշ ձև գրենք ի վերջո։ Եկեք ինչ-որ մի տարբերակով միջև վերջ տանենք, հետո քննարկենք ոնց իրան լավացնենք։ Կամ եթե տանենք ինչ-որ ձև ու զգանք, որ չէ, ավելի լավ ձև կա, միանգամից անցնենք, բայց հələ տենց ավելի տեսանելի դարձնելու համար մի քիչ ավելի երկար գրենք։ Հիմա օրինակ այստեղ Հիմա else եմ ասելու։ else print amount։ Okay։ Հիմա դուրս ենք գալիս մի հատ էլ, elif 100-ը չէ, փոքր հավասար չեմ ուզում անենք, 99 փոքր է, որ երկու պայման չստուգի, 9 փոքր է amount-ից, փոքր է 500, 500-ը ներառյալ էր, թե չէ։ Շատ կարևոր չի իրականում, դա լինի ներառյալ։ Ես հավասարներից փորձում եմ խուսափել, որ երկու պայման չստուգի, ինքը ավելի ծանրացնում է դրա համար կգրեի փոքր է 501, եթե ներառյալ լիներ։ Կարանք բանենք, բայց նախ ոնց որ այտենց 500 կեսն ամնում բան, որպես անարդարորեն ընկնում են մի կատեգորիայի մեջ, շետուկի եթե անընդհատ ամեն ֆլոթերի հետ գործում ենք, այտենց իրավունք չունենք անելու։ Երկրորդն էլ ինչ թվում էլի, որ այտենց ինչ-որ միտեղ կարա բան լինի, էլի։ 0.001%-ում կարող է դեպք լինի, որ այս փոքր թե փոքր հավասար անելը էական տարբերություն տա, էլի հաշվարկի ժամանակի տեսանկյունից։ Լավ, դե տենց անենք։ Էլի if premium։ Հա, մի վարքան կներեք, ժողովուրդ, այսա հետ կապված ինչ կասեք, ոնց կարանք, փոխենք։ Նախորդ խնդրից մտքից օգտվելով օրինակ, նախորդ խնդրում արած դրուկից։ Մհեր լսում եմ։ Քանի որ մենք օրինակ պրեմիումի տոկոսն էլ ու այս դեպքերի տոկոսներն էլ առաջնային amount-ից ենք հաշվելու, ինձ թվում է լավ կլինի ոնց որ մի հատ առանձին փոփոխական ունենանք, որտեղ այդ կպահպանենք էլի այդ տարբերակը, օրինակ մի հատ կհաշվենք պրեմիումից, հետո կպահպանենք այդտեղ, հետո ոնց որ հաջորդ case-երում էլ amount-ից կհաշվենք, կգումարենք կամ չգիտեմ հանենք դրանից էլի, մի հատ առանձին փոփոխականում։ Համաձայն եմ, այդ դրան հեսա կգանք, բայց հələ Բայց մենք մի պայման ստուգել ենք, մի հատ if ստուգել ենք, ես նոր գլխի ընկա փոքր է 100-ից, այսինքն մենք կարող ենք ուղղակի փոքր կամ հավասար է 500 գրենք։ Հա, հենց դա էր, բայց խնդրում եմ բան անենք, էլի, հերթով բանով խոսանք, տենց կոպիտ ասած ձայն տալով խոսանք, որ ուրիշներն էլ շատ մարդ ներգրաված լինի։ Հա, ճիշտ է, եթե սա աշխատել է, սա նշանակում է, որ թիվը 100-ից փոքր, եթե սա այս տողը գրված կա, ուստեղ elif է եղել ու ծրագիրը եկել է հասել է 9-րդ տող, դա նշանակում է, որ այս if-ի պայմանը չի աշխատի, թե չէ չէր հասնի։ If-ի պայմանը եթե չի աշխատի, ուրեմն amount-ը 100-ից փոքր չի եղել, 100-ից մեծ է եղել։ Դրա համար կարանք այլ սա չստուգենք, կարա այսպես լինի մեր կոդը։ Ռևանտ լսում եմ։
Հայկ ջան, մի բան հարցնեմ, էլի այդ պրեմիումը բայց 500-ից վերև ինչ էր վերաբերում մենակ։ Չէ, պրեմիումը ոնց որ առանձին ոնց որ ուղղակի հաճախորդի ստատուսի մասին է խոսում, էլի կոպիտ ասած ոնց որ մարդը գայս է խանութից առևտուրանի, նայում ենք մեր բարեկամն է թե չէ, եթե բարեկամը մի հատ էլ վրից մի քիչ էլ ենք զերջանում։ $500-ից վերևը չի դառնում պրեմիում, ընդհանուր պրեմիում հասկացությունը ընդհանուր խնդրին է վերաբերում։ Հա, այսինքն կարա մարդը գա $10 ինչ որ բան առնի ու մեր բարեկամը լինի, իրան զեղչանենք մեկը մի քիչ։ Եղա, մերսի։ Հայկական խնդիր դարավ։ Մուշակ լսում եմ։ Ես թե մտ երկու հատ հարց ունեմ այս գրածից, մեկ բան անենք, նոր անցնենք առաջ, էլի։ Այստեղ amount-ը հավասարավ float-ը ենք դրա input-ից առաջին տողում։ Մեկ էլ amount անգամ 1 հանած 0.05-ը մեկ նորից բացատրեք, ինչ են գիտի։ Նախ այստեղ եթե float չլիներ, այսպես լիներ։ Եք մի հատ աշխատացնենք սա։ Ներողություն։ Մենք այսպես անեմ ճիշտ վերջերևա ձեր մոտ։ Սա դրացնենք։ Սա որ աշխատացնում եմ ինքը սկի չի աշխատում, որովհետև ստեղ գրելաձևի խնդրեմ ունենք, չէ՞։ Հիմա սա որ չեմ լրացրել ինչը վեր գրելը։ Ինչ կարամ գրեմ, որ ասեմ դե լավ, ես հետո կլրացնեմ։ Խնդրում եմ բանով էլի միանգամից անմիտ լինելով չէ, էլի ժողովուրդ։ Կներեք, ինձ թվաց, որ ես սկսեցի խնդիրը լուծել, պետք այդ բոլոր հարցերը ինձ են վերաբերում, լավ։ Չէ, աշխատելու ենք ինչքան ώρα շատ մարդներ գրավենք։ Կարող ինչ որ մեկ օրինակ լուծում ասի, իրեն խնդրենք կեսից ստոպ տա ուրիշ մարդ շարունակի, որ շատ մարդ լինի դասին, չէ՞ լի։ Հա, հասկացա։ Նայ, ինչ կարանք այստեղ գրենք, որ գոնե գրելաձևի սխալ չունենանք, էլի մի հատ հասկանանք մնացածը ճիշտ է թե չէ։ Ինչ բարգավաճ գրում ենք, ասում ենք հետո կլրացնենք, sense ասած։ Հա, մհեր լսում եմ։ Փասի հետ եք, հա։ Փասը, հա։ Այս հետո։ Այս թամնա, հետո կգանք գրենք։ Հիմա կոդը արդեն աշխատում է։ Amount-ը եթե օրինակ գրենք հիմա ինչ որ թիվ կարևոր չի։ Այս թող գրենք օրինակ true։ Տեսակի խնդիր տվեց։ Ասում է այս տողում փոքրի գործողությունը թույլատրեց չի str-ի ու int-ի հետ։ Str-ն հələ չենք անցել, բայց ինքը տեքստին է ներկայացնում, որտեղ մենք ստեղ ինչ ենք անում։ Մենք ստեղ ոչ թե համատում ենք այս թիվը 10 100-ից մեծ է, թե չէ, այլ մենք նայում ենք այսա։ Ներողություն, այսա 100-ից մեծ է, թե չէ։ Իսկ ոնց կարա բառը, որտեղ սա շակերտների մեջ գրած է, բառը, չէ, տեքստը։ Տեքստը ոնց կարա թվից ավելի փոքր կամ մեծ լինի։ Դրա համար մեզ պետք է փոխել իր տեսակը։ Ու դա միանգամից մի տողով ստեղանում ենք գրելով միանգամից ստեղ float։ Այս կետը օքեյ է։ Հա, հասկացա, դա որ գրել ենք, որ ինքն իր number սարքենք, որ կարողանանք համատություն անել, բայց խենք գրել float, ասենք որ գրենք integer, ինչ կլներ այդ ուզում։ Ուղղակի ավելի ընդհանուր դեպքին ծախսում էլի, որ ասենք $150.5 լինի ապրանքը, դա էլ հաշվի առնետի, ոչ թե դառնա 150։ Հա, հասկացա, իսկ երկրորդ մասով։ Երկրորդ մասով էլ հիմա եթե մեր մոտ 5% է զեղչ, օրինակ պետքա 100 դրամ վճարեինք, 5% զեղչ է։ Այդ նշանակում է, որ լավ, եկեք մի քիչ ուրիշ թիվ լինի, որ թվերը չբռնի, օրինակ 200 դրամ պետքա վճարեինք, հիմա 5% զեղչ ենք ստացել։ Այդ նշանակում է 200 անգամ 5 բաժանած 100, այսինքն 10 դրամի զեղչ ենք ստացել։ Մեր գինը դառնալու է 200 մինուս 10։ Եթե սա սենց գրեինք, կլիներ 200 մինուս այս 10-ի փոխարեն այս արժեքով հենց գրեմ ուղղակի իրան, այս սենց։ Հիմա եթե 2-ից 200-ը ընդհանուր հանենք, կստացվի 200 անգամ, այստեղ կլինի մեր մոտ 1 մինուս 5 բաժանած 100, չէ։ Սա ստացվում է 200 անգամ 1 մինուս 0.05։ Okay։ Եթե էլի հարց կա, ստեղից համեցեք։ Դե որ գրեցինք 200 անգամ 1 հանած 5-ը բաժանած 100-ի, չէ։ Մեկ է, 200 հանած 200, հա։ Ոնց որ 200-ից հանեցինք զեղչի չափը մեր, էլի։ Հա, դա։
Շատ բարի։ Հիմա ստեղ այս մյուս դեպքում պետք է էլի գանք ասենք, եթե պրեմիում է, արդեն ասելու ենք print amount անգամ ինչ։ Անի, լսում եմ։ Մի վարքյան, amount-ից միածկզում հանում ենք քանի տոկոս էր, 5%, մեկից հանած 0.05, մի հատ էլ պրեմիումի, մի հատ էլ էլի 5%-ը։ Հակառակ դեպքում էլ ուղղակի ասելու ենք Ուղղակի amount-ից հանած, մեկից հանած 0.05 amount անգամ։ Հիմա եկեք մի հատ ստեղ ստոպ տանք, նկատենք, որ ոնց որ եթե պրեմիումը ավելանում, միակ բանը, որ տեղի անում, այս թվից 0.5-ով կչանալն է, չէ՞։ Ստեղ ինքը 1 էր, ստեղ 1 մինուս 0.5-ը, ստեղ 1 մինուս 0.05 էր, ստեղ 1 մինուս 2 անգամ 0.05-ը։ Այս հաշվի առնելով, ոնց կարանք, օրինակ, փոխենք մեր մոտեցումը խնդրին։ Եթե օրինակ գանք ասենք, լավ, հələ եկեք պարզենք մեր զեղչը ինչքան է ընդհանրապես, ու ստեղ ամեն տեղ անում ենք, չէ՞, amount անգամ ինչ-որ թիվ, amount անգամ ինչ-որ թիվ։ Եթե ստեղ այս ինչ-որ թվի փոխարեն գրեի ուղղակի այսպես եթե անեինք, ասեի զեղչը հավասար է 0.05, մենք ստեղ ասելու էինք, կարանք, չէ՞, սենց անենք։ Հետո եթե գայինք, ստեղ էլ եթե գրեի զեղչը հավասար է 0, որտև զեղչ չկա, էլի սա կարեի գրեի որպես amount անգամ 1 մինուս զեղչ, չէ՞, նույն մեկը կլիներ։ Եթե ստեղից ինչ-որ հարց կա համեցեք, եթե չէ, այս կտոր օրինակ, ոնց կարանք նորից գրենք, որ մի քիչ ավելի կոմպակտ լինի։ Տեսնենք, եթե մարդ ձեր բարձրացնի, որ չի խոսացել, իրան տանք ձայնը։ Լուսինե, դուք կշտում ես չեք խոսացել, Բաբայան Լուսինեն, հետո Բաղդասարյաններ կլսենք։ Ես ասեմ, թե ես Լուսինեն չեմ, ուրեմն դե ես սկզբում նշեցի, չէ, որ պրեմիումը, եթե ասում եք, Լուսինե կներեք ձեր մոտ բանա, կապը շատ սենց կտրտելով է գալիս, ահա որ առնվազն իմ մոտ։ Ժողովուրդ, դուք Լուսինեին նորմալ լսում եք։ Չէ, ես էլ չեմ լսում։ Լուսինե կներեք ձեր մոտ կապի խնդիր կա ինձ թվում է։ Եթե կարաք փորձեք ուղղել ու նորից գալ, համեցեք։ Ես շարունակեմ։ Շարունակեք։ Դե նախ սկզբում ստուգենք, եթե պրեմիում է, միանգամից հաշվենք ու պահենք այդ արժեքը, իսկ հետո կարանք առանձին ստուգենք, եթե փոքր է 100-ից, այդ դեպքում զեղչը հավասար է այսքան, եթե չէ, այդ բոլոր դեպքեր ստուգենք զեղչը հավասար է այսքան, ու ամենավերջում արդեն տպենք այդ թիվ անգամ 1 մինուս զեղչ։ Կարանք, բայց հələ փուճուր քայլերով գնանք, էլի, այսքան ծրագիրը զուտ։ Ոնց կարանք գրենք նենց, որ ինչ-որ տող պակաս լինի։ Դե գրենք, եթե պրեմիում է, ուրեմն զեղչը հավասար է 0.05, եթե չէ, ուրեմն զեղչը հավասար է 0-ի, ու նոր ներքևում դուրս գան, գրենք print amount անգամ 1 մինուս զեղչ։ Ահա, ստեղ բան, եթե թույլ կտակ մի հատ կարգին մեջ բերեմ, ստեղ ինչ է տեղի ունում, որ ասում ենք, այն կարգին տեսել եք, որ տենց մի հատ բան անում, մեկը գնում է բանի մոտ, մի խոսքով ինչ-որ սարերում մի հատ բան է, այս հովիվը ոչխարներին է պահում, մեկը գայս է ասում է, ոչխարները քանի կիլո են,
Ասում սևերը թե սպիտակները, ասում սևերը 100 կիլո, ասում սևերը 10 կիլո են։ Բա սպիտակները ինչքան, ասում սպիտակները էլի 10 կիլո են։ Ասում բա բանը, բա բուրդ ինչքան են տալիս, ասում սևերը թե սպիտակները, ասում դե սևերը 1 կիլո են տալիս բուրդ։ Բա սպիտակները ինչքան, ասում սպիտակները էլ են 1 կիլո տալիս բուրդ։ Հետո ասում իսկ եթե նույնն է բանը, խես անդադ ասում սևերը թե սպիտակները։ Ասում տղա ջան, որտեղ է սևերը իմն են։ Ասում բա սպիտակները ումն են, սպիտակներն էլ են իմը։ Հիմա ստեղ ինչ է տեղում, ժողովուրդ։ Ասում ենք եթե պրեմիում է, աշխատացնենք amount անգամ 1 մինուս x տողը։ Եթե պրեմիում չի, աշխատացնենք amount անգամ 1 մինուս x տողը։ Այս այսքան միշտ աշխատում է, անկախ թե ինչա կատարվում։ Ես մի բան ասեմ։ Ես միտքս ավարտեմ նոր խնդրում եմ, էլի ու շատ եմ խնդրում բանով հերթով խոսալով փորձենք անել, որ ընդհատումներ չլինեն։ Դրանք այսենց են, չէ՞։ Սրան ուղղակի մի տեղից ջնջենք, մյուս տեղը իջացնենք։ Հիմա լսում եմ ձեզ։ Ընդհանրապես էի ասում print-ը ամենավերջում գրենք, բոլոր դեպքերի համար հաշվի առնելով, որ նույն բանը ստացվի, ու Python Zen-ում, որ ասում է don't repeat yourself, repeat չանենք։ Լավ միտք է։ Հեսա կգանք է դրան։ Մերսի։ Մհեր, դուք ինչ բանակ ասելով, հերթով գնանք։ Չէ, դե ես այն պրեմիումի մասն էի ուզում հիշեցնել։ Հա, օքեյ։ Եկե ժողովուրդ, մի ուշ խնդրանք էլ, որ եթե էլ ասելու բան չկա, ձեռը իջացրեք, էլի մի անգամից։ Լուսինե, եթե ձեր մոտ ինտերնետը լավացավ, լսում եմ։ Եթե չէ, խնդրում եմ ուղղակի ձեռը իջացրեք։ Okay, ձեն չկա, Լուսի, լսում եմ։ Ես ուզում էի մի քիչ փոխել կոդը։ Դեպի ոնց։ Սկզբում մենք մի քիչ փոխեմ կոդը։ Սկզբում սերտ փոփոխականը հայտարարենք 0։ Մենք պայման, եթե amount-ը փոքր է հավասար 100-ից, սերտը հավասար է 0։ If amount-ը փոքր է հավասար 500-ից, սերտը հավասար է 5, եւ else սերտը հավասար է 10։ Ու ամենավերջում դնենք, եթե if is premium, այսինքն եթե premium է, սերտ պլյուս հավասար է 5։ Ու ամենավերջում մի անգամ տոկոս հաշվենք, amount անգամ 1 մինուս սերտ բաժանած 100։ Իրականում հա, այդ ոնց որ իմ մտքում բաց այն կոդներ, որին հենց ամենավերջում պետք է գայինք, բայց երևի օքեյ է, արդեն կամաց գանք այդ օպտիմալ ձևին, կամ առնվազն կոկիկ ձևին, էլի։ Հա, ժողովուրդ, ոնց որ այս զեղչի հետ, եթե ստեղ էլ գրելու լինեինք, մեր մոտ ստեղ լինելու էր, ստեղ էլ նույնը անենք, ստեղ լինելու էր զեղչը հավասար է այս դեպքում, եկեք 0.5 բանի փոխարեն, եկեք ընդհանրապես այս 0.05 եւ այլն, ինչքան կարանք քիչ թիվ օգտագործենք, էլի։ Եկեք ստեղ գրենք բան, discount Ճալա, ներողություն, թող 0.05 ունենա, այս մյուս 0.05-ն ուզում փոխեի։ Ստեղ մեր մոտ զեղչը լինելու էր այսքան, չէ՞, 0.05 գումարած այսքան, էլի 0.05։ Ստեղ էլ ասելու ենք զեղչը հավասար է ուղղակի 0.05։ Այս էր լինելու մեր կոդը։ Էլի print մեկ անգամ amount անգամ 1 մինուս x, չէ՞։ Ստեղ ստացվում է, որ այս երկու դեպքում էլ այս տողը հա վերջում է լինում։ Հա երկու դեպքում էլ այս նույն տողը աշխատում է։ Իսկ ինքը էլի պայմանից կապ չունի։ Իրան կարելի է ուղղակի ամենավերջում անել, իսկ մինչև այդ թող մեր ամբողջ կռիվը լինի ուղղակի այն, որ պարզենք, թե բանը ինչքան է, զեղչի չափը ինչքան է։ Այդ ձևով արդեն մի քիչ կփոքրանա մեր կոդը։ Ու մյուս քայլով է կարանք նկատենք, որ ստեղ եթե մեր մոտ ուղղակի զեղչ լինել չլինելը բերում է ուղղակի նրան, որ ստեղ կամ ավելացնում ենք 0.05 կամ չենք ավելացնում 0.05, կարանք դա ուղղակի դրսում առանձին անենք։ Թե չէ, եթե ստեղ շարունակենք գրել, մի հատ էլ է մեր մոտ լինելու այսպես if-ով դեպքեր։ Մեր մոտ արդեն հաջորդը else-ն է, չէ՞ լինելու, որ 500-ից շատ է 10% զեղչ է։ Այդ դեպքում այս նույն կտրվածքը պահելով կարանք նույնիսկ copy paste անենք։ Գալու ենք այսինքն սենց չէ, այս լինելու էր 0.1-ին գումարած 0.5, սա լինելու էր ուղղակի 0.1։
ու այս կոդը կլիներ ճիշտ կոդ, ուղղակի մի քիչ դաժան կոդ։ Մի հատ տեսնեմ ինչ էստեղ ինչ-որ հարց կա կամ ինչ-որ նշելու բան։ Okay։ Այդ դեպքում հա, Լուսին ոնց ճիշտ ասեց, եթե ուղղակի ոնց որ ունենանք մի հատ կոդի կտոր, որը պատասխանատու է հիմնական զեղչը բարձելու համար, հետո մի հատ էլ ուրիշ կոդի կտոր, որը պատասխանատու է հաշվի առնելու համար մեր ծանոթն է թե չէ այդ մարդը, կունենանք արդեն ամբողջական լուծում։ Ու ինքը կլինի հեսա ահագին ավելի կոկիկ։ Նայեք, sense ոնց կլինի։ Ասում ենք, եթե amount-ը փոքր է բանից, 100-ից, զեղչը հավասար է 0, չէ՞։ Եթե amount-ը 100-ից մեծ է, 500-ից է փոքր, զեղչը մեր մոտ լինելու էր 0.05, սրա դեպքում է զեղչը լինելու էր 0.1։ Այսքանով հասկացանք հիմնական զեղչը։ Ներքևում հետո ասելու ենք, օքեյ, բա մեր բանը ինչքան է։ Ծանոթի պահով զեղչը։ Ուստեղ ոնց պետք է գրենք։ Անի, լսում եմ։ Կարող են գրել if premium premium զեղչ պլյուս հավասար է 0.05։ Ու այսքան բան կդառնա, չէ՞ արդեն։ Մեր օրինակ 100 դրամ է եղել, 100 դոլար է եղել, ու մարդը պրեմիում է, զեղչը կլինի իր 90%, որտեվ ներքան։ Եկեք մեկ էլ ստեղ տպենք, ասենք, print զեղչի չափ, ասա խայտարակ կլինի, որ չգիտեմ զեղչի ոնց է գրվում, երևի սենց, զեղչ, ու ասենք զեղչը, եթե 100 էր օրինակ, ու ինքը մեր մոտ բան էր, ծանոթ էր, զեղչը եղավ 0.1։ Այս ճիշտ է ժողովուրդ։ Եթե 100 էր, ճիշտ է, հա, 100-ը չներառյալ էինք հաշվի առել մենք, որ 0-ի է, 0.05 է 100-ի դեպքում, պլյուս 0.05, 0.1։ Հա, անի ձեզ մի անգամ էլ խնդրեմ, որ ձեր բարձրացնեք նոր բան անեք, էլի։ Հա, կներեք ասել։ Հա։ Եթե 100 է, կասեք այս նրանցից որ դեպքի մեջ է անգնում ինքը։ Նոր ձեր բարձրացնող, Հայկ, լսում եմ։ Եթե 100-ը elif-ի մեջ է մտնում, այսինքն սկզբից նայում է if-ը տենում է if-ի պայմանը ճիշտ չի, հետո elif-ն է նայում փոքր կամ հավասար 500-ից, հետո նոր մտնում է դրա մեջ։ Այսինքն ստեղ զեղչը 0.05 եղավ, հետո մի հատ 0.05-ով ավելացավ։ Հա, ճիշտ է։ Եկեք մի հատ էլ ոչ ծանոթի համար փորձարկենք, թող լինի օրինակ 100 ու ստեղ false։ Ահա, զեղչը էլի բերեց 90։ Մի բան այն չգնաց, չէ՞ երևի։ Երկու դեպքում է ճիշտ պատասխան տվեց։ Եթե չպատկերացրիք, որ սխալ գնաց, ասեք, եթե չէ, ինչ վարկածներ ունեք, ժողովուրդ, ինչը կարող է սխալ լինի։ Հավանդ լսում եմ։ Այդ զեղչը պլյուս հավասար է 0.05-ը։ Կարանք օրինակ փորձենք, ստուգենք, ասենք ստեղ օրինակ, որ պարզենք, թե որտեղ ավելացում է, ասենք գրենք հիմնական զեղչ, ութոսա լինի մեր մոտ բան, զեղչը ստեղ տպի, ու ստեղ գրենք print, եթե ծանոթ է եկե, ասենք, յա, էնում, չգիտեմ ինչ որ այա, ծանոթնա, սա աշխատացնենք, հիմա եթե 100 ու false ենք գրել, այս print-ը մեզ ինչ է պատմում, գրել ենք 100 ու false։ Հա, արդեն դա դեպքում զեղչ 0.1 է դառնում։ Ծանոթի տեղ է դրա այս բանին։ Մտածելա, որ, ծանոթ է, բայց մենք false ենք գրել, չէ՞, ոնց որ թե։ Արամ, լսում եմ, դուք ինչ ունեք ասել։ Իսկ այդ print-ը մենք ճիշտ ենք վերցնում, premium-ի input-ը ինքը միշտ true է տալի։
Այ, ճիշտ է։ Եկեք հələ մի հատ տպեմ էլի, տպենք էլի, այս պրեմիումը ինչ է։ Ներողություն։ Աշխատացնենք 100 false, պրեմիումը գրես true։ Ինչից կարա սա լինի։ Արայք լսում եմ։ Պրեմիումը պետքա տանք մեծ է 0-ից, որ ինքը հասկանա false-ի դեպքը։ Մեծազրոն կարա պրինցիպի աշխատի, որովհետև ոնց որ բուլյանները կարան իրենց որպես թվեր բանանեն, բայց այդ տենց լավ խառնող կլինի։ Այսօր ոնց որ ըստեղ որ գրում ենք լինում է մեր մոտ bool ու false, չէ՞։ Մի հատ եկեք առանձին ստեղ աշխատացնենք։ Print bool false-ը ինչ պետքա տա ու print bool այսենց false-ը։ Մեզ թվում է, որ մենք սա ենք առաջի դեպքի հետ գործում ենք, չէ՞։ Բայց իրականում մենք input վրանում ենք text-ա input գալիս։ Այսինքն մեզ ոչ թե գալիս են Python-ի մեր իմացած այս false գրվածը, այլ մեզ մուտք է գալիս ուղղակի text, text-ը false է։ Իսկ ցանկացած ոչ դատարկ text boolean դարձնելուց true է, չէ՞ տալիս։ Այսինքն այս bool գրելու միջոցով մենք հələ չեկանք բանի։ Միակ տարբերակ որ կաշխատեր դա էր, որ եթե ծանոթի դեպքում ոչ մի բան ուղղակի մուտք չանենք։ Ոչ մի բան եթե մուտք չանենք, կդառնա bool ոչ մի բան, այդ արդեն մեր մոտ false է։ Հա։ Ոնց կարանք սա ուղենք։ Հա, անի լսում եմ։ Կարանք 1 ու 0 մուտք անենք։ Կարանք, այդ լուծում կարա լինի, բայց եթե նայենք, որտեղ 1-ը true է լինելու, 0-ն false, այդ ճիշտ է, բայց եթե նայենք ոնց որ նենց տեսանկյունից, որ թող ծրագրի հետ աշխատող մարդուն հարմար լինի, մենք մի քիչ ավել գործ անենք։ Հա, էլի նոր ձեր բարձրացնող, Ալիսա լսում եմ։ Իսկ եթե պայմանը ստուգելու մեջ միանգամից գրենք if premium-ը հավասար է true, այդ դեպքում միայն աշխատի։ Հա, այսպես true, թե այսպես true։ Չակերտներով։ Հա, որովհետև մուտքի ժամանակ ինքը չակերտներով է ընդունելու string-ը որպես ընդունելու իրեն։ Չակերտների դեպքում, այսինքն եթե այսպես գրենք, սա կաշխատի, այս լուծումը խնդրի, ճիշտ է, բայց սրա վատն էլ է, որ բան կլինի, էլի մեր մոտ։ Ոնց որ նախ մարդը եթե տարածքալ անի կամ փոքրատառով գրի, արդեն դեպքից դուրս կգանք։ Երկրորդն էլ մի քիչ ցանկալի չի, ոնց որ մենք որ գրում ենք true, մենք այդ ակնկալում ենք որպես boolean, չէ՞։ Բայց այսքան հա, ուստեղ պետք է այս bool-ը ջնջենք արդեն, չէ՞, մեր մոտ։ Եթե ուզում ենք ուղղակի input-ը ստուգենք իրեն։ Բայց ոնց որ ես որ true եմ տեսնում, ես ակնկալում եմ, որ դա boolean true է։ Եթե string-ով true լինի, այդ ուղղակի կոդի մեջ շփոթմունք է ավելացնում։ Կարանք ոնց որ մարդուց ուզենք, ինչ ուզենք մեծամասամբ, էլի, ինչը հարմար կլինի օրինակ մարդուց, որ ուզենք, որ ավելի ինտուիտիվ լինի մարդու տեսանկյունից էլ։ Արամ, լսում եմ։ Կարող ենք ուղղակի yes կամ no ուզենք, if-ով true false-ը ստանանք մենք արդեն։ Շատ ճիշտ է։ Կարանք սենց ստեղ վերցնենք ու իրան ասենք, որ հենց կամ yes դու կամ no դու։ Ոստեղ ասենք ոչ թե premium-ը հավասար true է, ասենք premium-ը հավասար է yes։ Իմաստային բան չփոխվեց։ Ուղղակի ավելի հասկանալի է, էլի, համ օգտագործողին, համ կոդը նայողին։ Կարենք նաև օրինակ սենց անենք։ Ոստեղ ուղղակի ասենք if premium-ը հավասար է yes, premium հավասար է true, բայց այդ անիմաստ կլիներ, էլի։ Կարենք ընդհանրապես կարող նույնիսկ գրենք, որ premium-ը հավասար է premium հավասար է true y, yes ավելի ճիշտ։ Բայց այս ամենա թեթև հասկացվող կոդն։ Եկեք մի հատ ստեղ փորձենք։ Ոստեղ ասում ենք yes կամ no պետք է, եկեք ասենք yes, դա ծանոթ լինի։ Եկեք մի հատ աշխատացնենք 100 ու no։ Այս դեպքում էլ ծանոթը չեղավ մեր։ Արամ, լսում եմ։ Ուղղակի չէի իջացրել։ Okay։ Ալիսա, լսում եմ։ Բայց այս դեպքում էլ չէ կարող է մեծատառ փոքրատառի խնդիրը լինի։ Համաձայն եմ, արդար նկատառում է։ Այս
շուտով կանցնենք ոնց որ մեծատառը դարձնենք փոքրատառ կամ բան, բայց մեր հիմիկվա գիտելիքներով ստեղ ինչ կարանք փոխենք։ Ուղղակի եթե մարդուն ասենք ինքը մուտքանի, օրինակ, եթե պրեմիում է, ուրեմն 1, եթե ոչ, ուրեմն 0, թեկուզ թվայինի ինչ որ անցնենք, որ մեծատառ փոքրատառի խնդիր չլինի։ Հա, այդ լուծումը, եթե ճիշտ եմ հիշում, անի առաջարկն էր հենց դա, ու հա, այդ կարա աշխատի, կամ կարանք ուղղակի ստեղ լրացուցիչ պայման ավելացնենք, չէ՞, գրենք այսպես. or yes։ Սենց ճիշտ կլինի։ Դե կարող է մարդը ուրիշ տեղ սխալանում Չէ, բառի բայց մեջ։ ենթադրենք գոնե այդքանը գոնե ճիշտ է անում, էլի։ Սենց Հնարավոր արդեն է օքեյ է, աշխատի։ չէ։ Ահա։ Համաձայն եք ժողովուրդ բոլորդ։ Արամ, լսում եմ։ Իսկ lower case-ի տենց string-ի մեթոդներ չունենք, Ունենք, պետք է գանք ուղղակի get lower, ուղղակի այդ հələ դեռ չենք անցել։ Այդ որտեղ լինելու է մեր 5-րդ absolute դասը։ միացնի ու բոլոր տառերը մեծատառ գրի։ Համաձայն եմ, հա։ Այդ բայց 5-րդ դասին արդեն կտեսնենք ոնց հեշտ լուծենք։ Ուղղակի Տեղին ինձ է նշում։ ենք պրեմիումը նորից հավասար է yes-ի, էլի, տենց օրով չի դժվար լինի։ Ճիշտ է։ Որտեղ ստեղ ինչ է ժողովուրդ կատարվում։ Մենք ստեղ ունենք իրականում երկու հատ պնդում, չէ՞։ Որտեղ օրով երկու օր եթե գրում ենք, նշանակում է երկու հատ պնդում կա։ Սա առաջի պնդումն է, պրեմիումը հավասար է yes։ Սա երկրորդ պնդումն է։ Ուղղակի yes։ Ուղղակի yes-ը, այսինքն եթե երբ որ մեր մոտ աշխատի ստեղ bool yes, սա տալու է true, չէ՞։ Այսինքն ըստ էության, եթե sense ենք գրում, մենք գրում ենք պրեմիումը հավասար է yes or true։ Իսկ սա միշտ true է։ Դրա համար շատ կարևոր է, որ հիշենք, որ այստեղ որ գրած է, այս հələ չի նշանակում, որ մենք ուղղակի ասում ենք պրեմիումը հավասար է yes or մեծատառ yes։ Մենք այդպես կկարդանք իրան, հա։ Բայց Python-ը այդպես չի կարդա, որտեղ իր համար or նշանակում է ըհը։ Այս պնդումը բրծավ, մյուսն է սկսում։ Դրա համար հա, մեստեղ պետք է այս պրեմիումը այսպես։ Ու ապահովության համար փակագծերի մեջ վերցնենք։ Փակագծերի մեջ վերցնելու համար կարաք sense տեքստը ընտրեք, հետո shift-ը պահած ծխում եք այդ փակագծի նշանին, ինքը երկու կողմից կդնի։ Անի, ասում եմ։ Ուղղակի զուտ սենց մի քանի case չդիտարկելու համար էի ասում 1 ու 0-ով, այդ դեպքում կարանք ընդհանրապես 2 պայման ստուգենք, այսինքն 3 էլ մուտքագրել միևնույն է ինքը true է հասկանալու, 0-ի դեպքում false է հասկանալու։ Համաձայն եմ, հա։ Իսկ այսպես բոլորը կարա մեծատառ լինի եւ այլն, քանի որ դեռ չենք անցել lower case, որ input-ի կողքը դնենք, ու մենակ այդ մի տարբերակը դիտարկենք, դրա համար այդ 1-ն ու 0-ն ինձ թվում է ամենաօպտիմալն էր։ Համաձայն եմ, հա։ 1 ու 0-ի նախորդ անգամ նշումս պետք է կրկնեմ, 1 ու 0-ի խնդիրը նա, որ մուտքագրողի տեսանկյունից դա այդքան է ինտուիտիվ չի, ինչքան yes-ը ու no-ը, մնացած տեսանկյուններից, հա, ավելի կարճ է դարձնում մեր կոդը։ Հա, դժորդ, այս խնդրից ինչ-որ հարցեր։ Okay։ Եկեք գնանք հաջորդը գրենք մի հատ ջերմաչափի հետ կապված խնդիր։ Չէ, փոշմանեցի։ Եկեք բան անենք։ Մի հատ գնանք profound-ից ձիերի խնդիր գրենք, հետո գանք սրան, կամ գուցե նույնիսկ սրան հետ չգանք էլ, որովհետև այդքան շատ նոր բան չի տա։ Հա, ժողովուրդ, մի ժամ անցել է, բայց շատ չի մնացել։ Okay, առանց դասամիջոց, թե դասամիջոց կուզեք։ Հա, նորմալ է ինձ թվում է։ Հա, եկեք քվեարկություն չանենք, եկեք զուտ անցնենք մի հատ հաջորդ խնդրին։ Ուհա, եթե զգանք անջատված ենք կամ երկար է տևում, նոր գնանք դասամիջոցի։ Կոդը մի նայեք։ Եկեք մի հատ այսպես խնդրի վրա մտածենք։ Ունենք շախմատի տախտակ, ու մեզ մտքում տրվում է, թե այս մեր բաները որտեղ են, ձիերը որտեղ են գրած։ Որտեղ գրած է օրինակ 1-2, սա նշանակում է առաջին տող, երկրորդ սյունում դրված է մի ձի, 5-2 նշանակում է
5-րդ տող երկրորդ սյունում դրված է մյուս ձին։ Մեզ պետք է պարզել այս երկու ձիերը իրար հարվածում են, թե չէ։ Հիշեցնեմ, օրինակ այս ձին հարվածում է այս կետերին։ Այսինքն քսանց լյա ձև է շարժվում, էլի։ Տամ։ Ընկերս է։ Մենք ինչ մտածեք ու հեսա առաջարկներ։ Շատ ցանկալի է, ով այսօր չի փաստացել, ինքը փորձի առաջարկանի, թեկուզ ուղղակի input-ի տողերը առաջարկի, ուրիշ բան չէ։ Ձեռքերը տեսան, մի քիչ սպասենք տեսնենք, եթե Մարդ Ավելյանով այսօր չի փաստացել իրենց ձեն տանք, եթե չէ, ձեզ ասեմ։ Okay, մեհեր լսում եմ։ Առաջարկում եմ ստուգենք, եթե օրինակ առաջի ձյու x կոորդինատների x կոորդինատի ու երկրորդ ձյու x կոորդինատի տարբերությունը 3 հա ու y կոորդինատների այդ երկու ձիերի տարբերությունը 1 է կամ այդ ձիերի x-ի կոորդինատների տարբերությունը 1 է ու y-ների տարբերությունը 3 հա, ուրեմն իրանք իրար հարվածում են։ Ահա, միտքը ճիշտ է, մի հատիկ թիվ է սխալ, այսպես ենք չէ նայում, տմպ, այսքան ինչքան է կա, 1, 2։ Հա, այսինքն 2, 3-ի փոխան 2։ Բայց միտքը դա է, հա։ Եկեք հələ կոդի անցնենք, ոնց եմ մուտքը անելու ժողովուրդ։ Անի լսում եմ։ x1-ը հավասար է int input։ Ահա, y1-ը հավասար է int input։ Ահա։ x2-ը y2-ը տենց։ Ժողովուրդ, չէ կարա ուղղակի բռնեի, որ ավելի կոկիկ լինի ծրագիրը, զուտ գրեի սենց, x1 ստորակետ y1-ը հավասար է int input ստորակետ int input, ու հետո նույնը անեին մնացածի համար։ Այսպես ճիշտ կլիներ։ Մեհեր լսում եմ։ Int-ը երկու արգումենտ չի վերցնում։ Int-ը մի հատիկ արգումենտ արցնում, բայց այդտեղ փակագիծը բրծնում է, չէ՞, ուղղակի ստորակետով երկու հատ int ունենք, էլի, այստեղ հլդար։ Եթե ճիշտ հասկացա, ինչ եք ասում։ Հա, կներեք, ես չէի նկատել։ Հա, չէ, նորմալ է։ Ահա։ Ղևանդ լսում եմ։ Ճիշտ կլինի, որովհետև ինքը համապատասխան ինպուտները կվերցնի իր վրա։ Հա, տարբերություն չկա, չէ՞, ոնց որ ասում ենք առաջին մուտքը գալու է սրան, երկրորդ մուտքը գալու է սրան, հեչ պարտադիր չի որ ամեն մեկը առանձին տողով գրված լինի։ Սենց ուղղակի մի քիչ ավելի ոնց որ իմաստային բաներ իրար հետ խմբավորելով ավելի կոկիկ է ստացվում։ Մուշակ լսում եմ։ Այն կարծիքով էլ սենց ավելի լավ է, ավելի կարճ ու ընթերնելի է։ Ամեն ինչ մի տողով չարժեր, բայց սենց կոմպրոմիս է, էլի։ Սենց որ ուզենք երրորդն էլ չէ կարանք տանք, ինքը տենց աշխատելու է սինտաքսը։ Օրինակ եթե կարիք լինի, կարանք գրենք, չգիտեմ, y2-ն էլ մի հատ input ավելացնենք, չէ՞, ինքը աշխատելու է։ Ոնց որ պետքա այստեղ գրվածների քանակը ու ստեղ տվածների քանակը իրար հետ բռնի։ Կարևորը դա է։ Հետագայում իրականում կարանք տանք, չէ՞, ծախաչ մասը, եթե կարիք լինի, օրինակն եմ ասում, էլի։ Դա օրինակ եթե ինչ-որ եռաչափ շախմատ խաղային, կարենք սենց գրենք։ Մի հատ էլ ստեղ ավելացնենք input-ներ։ Հա, նույն ձևի համապատասխանաբար աշխատելու վերցնելու է, չէ՞, եթե մասում ասեմ։ Հա, օքեյ։ Երեն լսում եմ, խնդրում եմ մի գծեք էկրանի վրա։ Եթե կարեք չնչեք, էլի։ Հա։ Մենք այստեղ input-ի ժամանակ ինչ-որ սահման տալու ենք, որ ինքը տախտակի չափով թիվը լինի, որ իրանից շատ թիվ տանք, սխալ աշխատի, էլի։ Սխալ չաշխատի ավելի ճիշտ։ Այդ լավ նշում է, եթե մենք գրելու լինենք տենց այս խնդիրը առանձին կոլաբում, դա կարելի էր հաշվի առնել, բայց այս դեպքում մեր մոտ բան է, ոնց որ քանի որ profound-ի խնդիր է,
profound-ից է մուտքերը գալիս, ու եթե մեզ profound-ը չի ասում, որ ստուգենք, որ ճիշտ միջակայքում լինի, կարանք ենթադրենք, որ ուրեմն ճիշտ միջակայքում է։ Okay, Merci։ ահա։ Ես չեմ գտնում ոնց ջնջեմ էկրանից հիմա սա, դրա համար խնդրում եմ ժողովուրդ դասի ժամանակ բան նենց դասի մասնակցեք, որ ուրիշ ոչ մեկին չխանգարի, էլի, դա ներառում է գծեր չքաշել էկրանի վրա։ Հա։ Okay, մուտքերը ունենք։ Հիմա արդեն մեր պայմաններ գրելու ժամանակն է։ Չէ՞, ասացինք, այս x-երի առանցքով տարբերությունը ինչ-որ 1 կամ 2, չէ, ասենց ինչ-որ դեպքեր ենք նայում։ Մի հատ ինչ-որ կոնկրետ դեպք կասեք։ Հա, առաջարկ եղավ շերանջատել միացնելու, մերսի շատ ճիշտ միտք, հա։ Հա, հարամ, մերսի շատ, չի ֆայմել։ Հա, նե, կոդի տեսանք այնց կասեք, եթե ինչ-որ նոր մարդիկ փորձեն միանալ, մի փոքր էլ սպասեմ, հետո ով համատաբար քիչ է խոսացել իրան ասամ։ Կներեք հարցը նորից կտակ։ Հա, ուղղակի ասում եի բան, որ եկեք սկսենք գրել, ինչ-որ մի պայման գոնե սկսենք ասել։ Զուտ մի հատ պայմանի ինչ-որ մի դեպքի համար գրենք, կոդը զուտ սկսենք, էլի։ Հարցը սենց կոպիտ ասած, բա ինչ անենք հետո, էլի, եթե ոնց մի բառով։ Հա, օքեյ, ոնց որ թե համատաբար ուշ խոսացածը Միլենան է, լսում եմ։ Երևի կարելի է ստուգել, որ օրինակ x-երը տարբերվեն 1-ով, y-ները 2-ով տարբերակը։ Այսպես չէ, ու y1 մինուս y2-ը։ Չէ, ընդով։ Ճիշտ է, որտեղ պետք է միաժամանակ երկուսն է տեղի ունենա, չէ։ Ու y1 մինուս y2-ը հավասար է այս դեպքում ինչքանի։ 2-ի։ Հա, Բայց այդտեղ ստացվում եմ ինչ-որ մոդուլի խնդիր չի լինելու։ Ճիշտ է, որտեղ եթե օրինակ նայենք։ Հա, 2 լինի տարբերությունը, բայց մենք իրականում փոքրից մեծը հանենք։ Պետք է իմանանք ոնց որ որից ինչն ենք հանում։ Դրա համար ոնց որ ու իրականում այս տարբերություն կա, տարբերությունը, օրինակ եթե -1 լինի տարբերությունը։ Այդ ինչ կնշանակի, որ ինքը ուղղակի մի հատով ոչ թե աճ է, այլ ձախ է, չէ։ Այդ մեզ օքեյ է։ Հա, օքեյ է։ Այսինքն մեզ պետք է գալու նայել, որ ոնց որ այս սա հավասար լինի 1-ի կամ -1-ի, սա հավասար լինի 2-ի կամ -2-ի, չէ։ Այդ ձևով ոնց որ մենք ասելու ենք, եթե պատկերացնենք ոնց որ մի ձին դրած է, մյուս ձին շարժում ենք, ասելու ենք կամ 1-ով կամ աշտար կամ ձախ, ու 2-ով կամ բարձրացրու կամ իջացրու։ Ու դրանով կծածկենք S վանդակները։ Ծուր կտցրեցի S։ Ես կարամ էկրանի վրա գրեմ իմիջայլոց, այդ մյուս անգամ հաշվի կառնամ։ Բայց օքեյ, մինչև այս կետը, եթե հարց կա, ժողովուրդ ձեռք բարձրացրեք։ Հայկ, լսում եմ։ Մի հատ ուրիշ հարց էլի, այդ and-ի ու or-ի հետ է կապված էլի։ And-ն առաջնահերթություն ունի, թե or-ը, թե հավասար են։ Հա, եթե հերթով այսպես պնդումներ գրված լինի, ինքը ձախից աճ է գնալու ուղղակի։ Հասկացա։ Իսկ այդ ամեն ինչը կարանք էլի փակագծերի միջոցով կարգավորենք, չէ՞։ Հա, ոնց որ եթե օրինակ այսպես անենք, ինքը սա կհասկանա մի հատ պնդում, որը հետո պետք է առանձին մի հատ ուրիշ բանի հետ or-ով արվի, ու տենց գնա։ Հասկացա, մերսի շատ։ Բայց ընդհանուր առմամբ ոնց որ եթե գալիս եք նենց դեպքի, որ պետք է դրա մասին հաշվի առնեք, դրա մասին մտածեք, ուրեմն կոդում ինչ-որ ուրիշ բան մի քիչ ոճային նենց լավ չի գրած, որ տենց ինչ-որ դժվարոտ թեմայի է եկել, էլի։ Եթե օրինակ իմը հարց կա, որ պետք է այստեղ գրեմ or ինչ-որ բան ու այստեղ փակագից վերցնեմ մի հատ էլ բան գրեմ and ինչ-որ բան, ես կմտածեմ կասեմ, օքեյ, ոնց կարամ վերևում ինչ-որ բան անեմ, որ ստեղ ավելի հասկանալի դառնա պնդումը։ Այս իմիջայլոց թեթև շեղումով այս միտքը կարաք հաշվի առնեք այս դժվար պայմաններ խնդրի վրա աշխատելուց։ Եթե այստեղ տեսնում եք ինչ-որ մի աշխարհ բան է գրած ձեր մոտ պայմանը դառնում, կամ շատ երկար է, մտածեք ասեք, իսկ ինչ կարամ վերևում անեմ, որ այստեղ հեշտ դառնա պայմանը։ Okay։
Էլ ինչ էր հասել ժողովուրդ։ Ստեղ իրականում հենց տենց մի հատ դեպք է, որ մի քիչ հաջորդ տարբերից բան է դառնում, որովհետև ստեղ պետք է ասենք սա հավասար է 1-ի կամ սա հավասար է -1-ի, ուստեղ հետո ասենք ուսապ հագակցերի մեջ վերցնենք, ասենք ստեղ և սա հավասար է 2-ի, կամ սա հավասար է -2-ի։ Ասես մի հատ շատ տհաճ ու շատ երկար կոդ է դառնում։ Մհեր լսում եմ։ Առաջարկում եմ մոդուլը վերցնենք։ Կարանք, ուղղակի մոդուլ չենք կանցել, թե ինչ է։ Եթե գրենք ABS x1 - x2, ինքը x1 - x2-ի բացարձակ արժեքն է վերցնելու, բայց դա հələ չգիտենք թե ինչ է։ Ցավը դա է։ Քանի որ այս ֆունկցիան դեռ չենք անցել, կարող ենք ուղղակի գրել այդ թիվը, բարձրացնենք քառակուսի ու բարձրացնենք 1/2 արմատ։ Ասում եմ արմատ, աստիճան։ Հելոք միտքը։ Ես չէի ֆայմ է, անկեղծ։ Այդ էլեգանտ լուծում կարող լինի, այսինքն այս 1-ի ու -1-ի դեպքերը ոնց կարանք բերենք նույն բանը։ Եթե քառակուսին նայենք, 2-ի քառակուսին է 1-ը, կարանք ուղղակի ստուգենք, որ քառակուսին հավասար լինի 1-ի։ Այս y1, y2-ն է, եթե ստուգենք քառակուսին հավասար լինի 4-ի, կնշանակի y1 - y2-ը կամ 2-ը կամ -2, չէ՞։ Էլեգանտ հավես լուծում է դառնում, բայց այդ լուծման վատը որ եթե հետո ինչ-որ ամիսներ հետո մենք նայենք կամ ինչ-որ ուրիշ մարդ նայի, իրան մի հատ կկախի այդ բանը։ Այդ ոնց որ դառնում է կոպիտ ասած բան, ունքը հանելու տեղը աչքն էլ հանել, էլի, այն որ տենց ինչ-որ թեթև խնդրում, այդ մաթեմի հատկություն ենք մտցնում, այդ հատկությունից օգտվելով գալիս ենք տենց կարճ լուծման, ինչը հավես է, բայց ավելի լավ է ոնց որ հասարակ լինի կոդը, քան թե դժվար հասկանալի, էլի մեծամասամբ։ Բայց այդ նույն մոդուլը չի, այդ նույն մոդուլն է էլի գալիս, եթե մաթեմից հասկանան, ոնց որ Համաձայն եմ, հա, ոնց որ ինչ-որ ահավոր դժվար բան չի, բայց եթե կարանք դրանից էլ ավելի հասարակ պահենք կոդը, ավելի հաճելի կլինի, էլի։ Նենց հա, ոնց որ քառակուսու պահը հասկանալը տենց ինչ-որ բան չի։ Հայկ լսում եմ։ Չգիտեմ ինչքանով է էֆեկտիվ, բայց կարանք ինչ-որ փոփոխական սարքենք x1 - x2-ը, ենթադրենք գրենք x-երի հեռավորություն կամ չգիտեմ, տենց ինչ-որ մի հատ փոփոխական ու նույն ձև y-ները միանգամից դրանք տեղադրենք։ Այսենց օրինակ ասենք x1 - x2-ը, այսենց, ուստեղ ասենք x dist, ուստեղ ասենք x dist, չէ՞։ Dist-ը distance-ից։ Լավ միտք է, ճիշտ է։ Այստեղ հետո մյուս if-ի մեջ էլ պետք է լիքը օգտագործենք, դրա համար փոփոխական սարքելը մենակ հաճելի է։ Հա, մերսի։ Մհեր, ձեզ էլ մերսի, հավես մի տարբերակ էր, այդ ես կփորձեմ հետո հիշել։ Լուսի, լսում եմ։ Իսկ եթե if-ի մեջ ուղղակի գրենք if x dist անգամ y dist-ը հավասար է 2։ X dist անգամ y dist-ը։ Բանի դեպքը մն դուրս է, հա, ճիշտ է, էդ էլ է լուծում, չէ, թե լուծում չի, 1 - 2-ը մեջը չի ներառվում, պետք է ասենք 2 կամ -2 արտադրյալը, Կամով կարանք գրենք, կամով, հա, կարանք գրենք, բայց էդ էլ բան, ստեղ պետք է նույնը ասեմ, ինչ մհերի դեպքում, էլի, ինքը ոնց որ նայում ենք շատ հավես լուծումը, բայց ուրիշ կողքից մարդ որ նայի, պետք է ոնց որ էներգիա ծախսի, որ դա հասկանա թե ինչ է։ Ես չեմ ասում, որ պետք է գրել ոնց որ պրիմիտիվ կոդեր, բայց եթե կոդը կարելի է հասարակ ձևով լուծել, ավելի լավ է հասարակ ձևով լուծել, քան բարդ ձևով լուծել, էլի։ Այս պահի դրությամբ նենց բաներ է, որ գուցե ամեն ինչ է հասարակ, բայց հետագայում եթե արդեն ինչ-որ հարցերի գանք ու ինչ-որ թեմայի մեջ խորը խրված լինենք, կարող է չհասկանանք, որ մեր համար հասարակ ու ուրիշի համար հասարակ չի, դա համար որպես խասյաթ միշտ նայենք կոդը կարդացողի տեսանկյունից, տենց կարա լավ լինի։ Այդ բանից մի հատ մեջբերում կա, Linus Torvalds-ից, Linus-ը Linux-ի ու Git-ի ստեղծողն է, երևի տենց
եթե ինչ-որ տեխնոլոգիաների աստված կա, ես կասեի, որ ինքն է այդ մարդը, ինքը մի հատ լավ արտահայտություն էր, որ կոդը շատ ավելի շատ ժամանակ կարդացվում է, քան գրվում։ Ինչ որ այն ժամանակ, որ ծախսում է այդ կոդը գրելու վրա, ու հետո գումարային, թե ինչքան մարդ այդ կոդի վրա է անցնում, կարդում ու թե ուզում ենք, որ կարդում ենք, անհամեմատ է։ Դրա համար ոնց որ կարդալու մասին անհանգստանալը կարող ավելի շատ դրական բաների բերի, քան գրելու մասին անհանգստանալը։ Կարծես ուզում ասեմ, եկեք փորձենք հասարակ ձևով ավելի շատ անել, բայց մերսի մտքի համար, էլի հավես մտքեր։ Միլենա, լսում եմ։ Բայց այդտեղ մի հատ լավ բան կա, եթե տենց արտադրյալով գրենք, ընդամենը մի հատ պայմանով if ենք օգտագործելու։ Այդ սա 8 դեպքերը ներառում է մեջը։ Չէ, բայց այդ որը կլինի այդ մի պայմանը, Իրանք արտադրյալը R2 կամ -2 լինել է։ Հա, եթե օրով ենք ասում, մի հատ if-ա լինում, հա, այդ համաձայն եմ։ Ուզում եմ ասել, որ 2 կամ -2-ը, բայց հա, մի պնդումով կարող լինի։ Համաձայն եմ, ընդունում եմ այդ։ Բայց եթե ոնց որ մնանք ես մեր ավելի բան կոդերի աշխարհում, հասարակոդ կոդերի աշխարհում, մեր կոդը կլինի սա, չէ՞։ Այստեղ էլ ասելու ենք y-dist-ը հավասար է y1 - y2, այստեղ sense, ներողություն, սա պետք է y դառնար։ Հա, այդ եք ասում, մերսի։ Y-dist, y-dist։ Ոստեղ այս դեպքում մենք ասելու ենք, որ այս դեպքում եսա թե նո։ Այս եսն էր, չէ։ Այս ձիուր մասին ենք մտածում։ Հետո elif-ի մեջ ինչ ենք փոխելու, մյուս դեպքը ինչն էր լինելու։ Անի, լսում եմ։ X-dist-ը հավասար է 2 կամ -2, ու հակառակ։ Հա, հակառակ ձևով։ Այստեղ վարչակը կամ մոռացա։ 2 - 2 and այստեղ էլ 1 - 1, այս դեպքում էլ print, yes, ու ինչ ամենում տակը գրել։ Անի, լսում եմ։ Else print no։ Ահա։ Մի հատ այսքանը աշխատացնենք, սկզբում run-ի վրա, run-ի վրա կոմպիլյացիայի սխալ տվեց, chat-ում նամակ կտարդամ, ինձ թվում է հենց այդ են ասում chat-ում։ Ճիշտ է, elif-ի վերջում վերջակետ։ Արամ, մերսի։ Copy-paste արեցի, զելը մոռացա։ Եթե մի հատ submit անենք, submit-ի վրա էլ աշխատեց։ Հաջորդ դասի վերջում սա դառնալու է շատ ավելի հաճելի պստիկ կոդ։ Սա լինելու է ուղղակի այսպես գրած։ ABS x-dist-ը հավասար է 1։ Այս խնդրից ինչ-որ հարցեր կամ նշումներ, Անի, լսում եմ։ Այք ջան, եթե չեմ սխալվում, մեր տնայինների մեջ կային խնդիրներ absolute-ով ու ինքը նկարագրությունն էլ կար։ Չեմ կարծում, ստուգենք։ Inert բաժնի մեջ է, չէ, inert-ը չէ։ Inert բաժնի 7-ը, հա, օքեյ, ահա, ամենավերջում գալիս է։ Matlib-ն էլ է օգտագործվում այդտեղ import անել եւ այլն։ Math-ը տնայինի մեջ չկա, տնայինը մինչև 10-րդն է։ Բայց հա, ABS-ն տնայինի մեջ կա, բայց այն ամենավերջի կտորի մեջ կա։ 9-րդ բաժնի մեջ չկար։ 9-րդ բաժնի 11-րդ վարժությունն է math-ը, տնայինը 9-րդ բաժնի մինչև 10-րդն է եղել։ Ես առաջ եմ ուրեմն գնացել, լավ։ Այդ ավելի հաճելի պրոբլեմ է, քան հաճելի պրոբլեմ է դա։ Հայկ, լսում եմ։ Զուտ մի հատ բան է հետաքրքիր, ընդհանրապես
Ենթադրենք էլի այդ տեսողական հեշտությունը պահում ենք կոդի ընթերնելի է, ավելի շատ նախընտրելի է շատ փոփոխական սարքել քիչ պայմանով, թե շատ պայման, բայց քիչ փոփոխականով։ Հա, կախված է դեպքից, բայց ու նաև գուցե ինչ-որ չափով ճաշակից կամ թիմի ներքին պայմանավորվածությունից կամ չգիտեմ, հենց ստանդարտից ծրագիրը կոդի գրելու, մենք ինչ-որ պահի իրար հետ անցնելու ենք նաև բան, P8-ը թե ինչը պրոտոկոլ է, թե ոնց արժի կոկիկ Python-ի կոդ գրել, բայց հետ գալով հարցին, ես անձամբ կնախընտրեի փոփոխականները շատ լինի, որովհետև փոփոխականները մարսելիս ես տողարտող մարսելով գնալու եմ, այդ if-ի պայմանում արդեն իմանալու եմ վերևը ինչ է կատարվում, հեշտ հասկանալու եմ։ Այն մի դեպքում ես մի տողի վրա պետք է լիքը բան հասկանամ, թե ինչ է։ Իսկ արագության ու հիշողության առումով, կոդի ծանրության առումով։ Եթե այդ փոփոխականում ինչ-որ թիվ ենք պահում, եթե փոփոխական ենք ստեղծում, ինքը հիշողության մեջ գնում գրվում է ու ինքը ինչ-որ թիվ է ուղղակի, հեչ։ Եթե ինչ-որ մի հատ եկած տերաբայթանոց ֆայլ է, որ բան ենք արել, իրան ուզում ենք պահենք ինչ-որ տեղ, եթե արդեն նենց կարացել ենք կարդանք, գուցե էլի օքեյ է, բայց եթե ինչ-որ շատ ծանր բան է ու ավելորդ փոփոխական ենք սարքում, դրանից առաջ արժի երկու անգամ մտածել։ Հասկացա, մերսի։ Հա։ Այս բայց ոնց որ պրակտիկ առումով, երբ որ հասնենք այնպես դեպքերի, որ այ դա արդեն իսկականից ձեզ դեր խաղա, իսկ նո արդեն այս դասընթացի մասին դասընթացի կոնկրետ ասածները այդպես լիքը բան մոռացած եք լինելու կամ կարող այնքան արդեն դուք ձեր բանով գնաք ձեր ճաշակով կամ ձեր սովորածով ինչ-որ ուրիշ բաներ ճիշտ լինի, ոնց որ ուզում ասեմ, լավ հետո երևի այդպես բաները շատ պետք կգա էլի, բայց հաճելի է հիմիկվանից էլ մտածել ու հիմիկվանից էլ ոնց որ ճիշտ ձևերը փորձել ֆիքսել։ Հարցեր, ինչ որ էլի, այս խնդրից։ Լավոտ լսում եմ։ Հայկ ջան, այդ խնդիրը որ բաժնում էր կներեք էլի։ Սա բանն էր, 8-րդի 6-րդն էր։ Հակաբար, լավ, մերսի։ Այս 8-րդից մի քանի ուրիշ խնդրի լուծումներ էլ բանի մեջ են, այս 23 թվի վիդեոյի մեջ են։ Մի հատիկ էլ էի խնդիր առանձնացրել, բայց հիմա արդեն մտածում եմ այդ խնդիրը չանենք, որովհետև շատ եսիմինչ նորույթ հետը չի բերում։ Եթե ինչ-որ մեկը լրացուցիչ վարժություն հետո ուզի, նախ կարակ այս պրոֆաունդի այս լրացուցիչ խնդիրները անել, կամ թեկուզ գործնականը նայելով, կամ էլ կայքում չեմ ջնջի ես մի վերջի խնդիրը, կարակ բարդակ փորձեք լուծել, տակն է մի հատ կոդ է գրած, այստեղ այս դրած լուծումները հիմնականում բան է, ինչ որ GPT-ին վերցրել եմ, ես մի քիչ փոփոխել եմ, այս խնդիրները GPT-ի հետ ենք կազմել էլի։ Բայց այ ինչ որ այս օրինակ մենք սա չենք անցել, սա պետք է ջնջեմ այս տողը ես։ Ուզում ասեմ, որ այս լուծումներին չնայեք որպես այդպես աբսոլյուտ ճշմարտություն, որ ես խորհուրդ եմ տալիս հենց սենց գրել, ուղղակի ոնց որ արագ դրել եմ, կարող է հետո դասից հետո դզեմ, եթե ուզենաք վերանայել, էլի, ավելի լավ է որպես լուծում ընդունեք այն, ինչ այսօր միասին գրեցինք, ինչը նույնպես կայքում կհայտնվի հեսա։ Ահա։ Մեկ էլ մի հատ էլ մինի հայտարարություն, որ բան, մենք մի քանի հատիկ տնայինի լուծումի վիդեո կհրապարակենք շուտով, նենց ոնց նախորդ անգամ էինք արել։ Ու ժողովուրդ, երևի ձեզ ինչ-որ պահի Google Form կուղարկենք, որտեղ կասենք, բա ինչ տնայիններ կա, որ իր վիդեոն չենք հրապարակել, բայց կուզեիք ունենայիք։ Ինչպես նաև հետո կուղարկենք ձեզ նաև բանը, տնայինի լուծումների ֆայլերը, արդեն մի մասը վիդեոյով, մի մասը առանց վիդեոյի։ Ահա, ու իմ կողմից այսքանը, երևի, եթե դուք հարցեր չունեք, արդեն այսօր կավարտենք։ Կիրակի կլինի հարց պատասխանի ժամ, Մարիամի հետ դաս կանեք, գուցե ժամը մի փոքր փոխելու կարիք լինի, բայց այդ հլը վստահ չենք, ու հաջորդ չորեքշաբթի էլ արդեն կմտնենք բաների թեմա, ստրինգեր ու լիստեր, ցուցակներ, ու ընդեղ մի երկու հատ փոչուր բան, բայց սա կլինի մեր առաջի մուտքը դեպի արդեն հավաքածու մեր, ոչ թե մի հատիկ ինչ որ արժեքներ, այլ մի երկու հարժեքների ցուցակ։
Հա, Ղևոն, տեսնում եմ։ Հայկ ջան, եթե այդ օրը ստացի Կիրակի օրը այդ զատիկի պահը մի քիչ Օ, ճիշտ է։ շատ լավ կլինի, էլի Հայկ ջան։ Մոռացել էի։ Վայ։ Հա, կարող է, հա, ժամն էլ ահավոր անհարմար ժամ է, եթե զատիկ եք նշում։ Ես մանանդես չեմ կարա էլի այդ օրը։ Ճիշտ է, ես լրիվ մոռացել էի, մերսի շատ։ Մի հատ կխոսանք Մարիամի հետ, հասկանանք։ Կարող է ուրեմն օրինակ այս շաբաթ չանենք հարց պատասխանի ժամ, հաջորդ շաբաթ ոնց որ միանգամից երկու բանի հարց պատասխան լինի։ Չաթին ուշադիր եղեք, այդ դրա հետ կապված կհայտարարենք մի խոսքով։ Մերսի շատ Հայկ ջան։ Հա, ձեզ մերսի, քիչս թռել էր լրիվ։ Հա, Մուշակ լսում եմ։ Այսօր ինչ-որ տնային կար, ես մի պապաս թողեցի։ Չէ, տնայինները բան, միշտ լեկցիայի, համարյա միշտ լեկցիայի օրն է տրվելու տնայիններ, էլի։ Լեկցիայից լեկցիա պետք է տնային անել, էլի։ Հա, որովհետև ես մի քանի հատ բաց էի թողել, պետք է լրացնեմ դրա համար, էլի, որ այդ բանը հասնեմ ես։ Մեկ էլ եթե խնդիրներ, որը որ դժվարանում ենք, ինչ ուղակի խմբում գրենք, թե ոնց անենք։ Հա, խմբում գրեք։ Հիմնականում նույնիսկ տենց է լինում, որ ես մինչև հասնում եմ խմբում կարդալու արդեն ինչ-որ մեկը պատասխանած է լինում, այնպես որ երևի լավ արագ կարաք պատասխան ստանաք, այդ խմբում գրեք։ Հա, մեկ էլ խնդրեմ այդ որ խնդիր է ուղարկե դրան բան անեք, էլի։ Հա, ճիշտ է, հենց չեմ հասել դրան, հա, կնայեմ մի հատ։ Հա, մի հատ այդ խնդրեմ։ Էլի ինչ-որ հարցեր ժողովուրդ։ Մեկ էլ ժողովուրդ, եթե մարդիկ կան, որ հիմա վիդեո են նայում ու դասին չեն միացել, եթե դժվար չի կարաք մի հատ անձնական նամակ գրեք, որ դուք բան եք անում, վիդեոներն եք նայում, դասերին չեք գտնում, որ հասկանանք դասընթացին մասնակցում եք, ուզում ենք ուղղակի հասկանանք ինչքան մարդ է, էլի, որ ակտիվ է դասընթացի շրջանակներում, որտեղ ինչ-որ կտրուկ անկում ա եղել։ Ահա, այդքան։ Ով որ դասընթացի մասնակից չի, ուղղակի է վիդեո նայում, կարաք նկարագրությունում Telegram-ի հղումով գտնեք դասընթացին։ Կներեք ով հիմա դասի մեջ է ու ձեզ ոչ էական բաներ եմ ասում։ Լավ, մինչև 5-ը հաշվեմ, եթե հարցեր չի լինի, արդեն կավարտենք այսօրվա դասը։ Չաթում նամակ կա։ Ի նկատի ունեք, եթե վիդեոները, եթե նկատի ունեք հարցերի դեպքում ինձ գրեք, ավելի լավ է չաթում գրեք, եթե նկատի ունեք, եթե վիդեոներ եք նայում, բայց դասերին չեք գտնում, դա երևի ավելի լավ է երևի Google Form-ի հատ ուղարկեմ, այդտեղ լրացնեք, որ այդպես ավելի կազմակերպված լինի։ Հա, այդպես կանենք Google Form կդնեմ այս դասի վերջում երևի, այդպես անենք։